Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահականում ընդունել է ԱՄՆ փոխնախագահին, որտեղ տեղի է ունեցել առանձնազրույց, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում։ Մի կետում ենք, որ Հայաստանը ծառայի որպես տարածաշրջանային տնտեսական զարգացման լուրջ հենակետ։ Այս մասին ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Հիշեցնենք, որ օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ ԱՄՆ փոխնախագահի այցի կապակցությամբ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով նրան նամակ են ուղարկել Արցախի ՄԻՊ Գեգամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը, կոչ անելով միջամտել հայ գերիների եւ տարբեր տարիներին անհայտ կորած հայերի ճակատագրի հարցը, ընդգծելով, որ առանց այս մարդասիրական խնդիրների լուծման կայուն խաղաղություն հնարավոր չէ։ Ինչի համար է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հիմա ադրբեջանական զնդանում։ Նրա որդու մեկնաբանությունը կարճ է, որովհետև 44-օրյա պատերազմից հետո էլ եկել էր Արցախ աջակցելու տեղի քրիստոնյա բնակչությանը, որոնք լքված էին աշխարհի կողմից։ Այժմ վճարում է հենց դրա համար հալածվող փոքրաթիվ բնակչությանը խաղաղ միջոցներով պաշտպանելու իր փորձի համար։ Ճնշում գործադրել Ալիևի վրա ազատ արձակելու ապօրինաբար պատանդառած հայերին։ Ամերիկայի փոխնախագահ Վենսի Հայաստան այցելությանն ընդառաջ Դավիթ Վարդանյանի կոչն է ուղղված ամերիկյան վարչակազմին։ Հիշեցնում է հայ-ադրբեջանական նախախաղաղության գագաթնաժողովից առաջ նախագահների առաջնորդ Թրամփն էր խոստացել զբաղվել քրիստոնյա հայերի հարցով, ինչպես հենց ինքն էր ձևակերպել Հայաստանի վարչապետի հետ զրույցում։ Սա եզակի հնարավորություն է աշխարհին կրկին ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահն իրենց խոսքի տերն են։ Քրիստոնյաների պաշտպանությունն այս վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում։ Հայաստան այցելած Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դ. Վենսի ուշադրությունը Բաքվում ապօրինաբար կալանված հայ գերիների առայժմ չլուծված խնդրին են հրավիրում նաև իրավապաշտպան կազմակերպությունները։ Նրան մեր երկիր հասցնող ինքնաթիռը նույնիսկ օդ չէր բարձրացել, նամակ հասցրին, նշելով, որ նախագահ Թրամփի դերը եզակի է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում։ Հաշվի առնելով այս հանգամանքը, վարչակազմի աջակցությունն անգնահատելի է համարում նաև Ադրբեջանի բանտերում հալածվող հայերի վերադարձը հնարավոր դարձնելու հարցում։ Արձանագրում ենք, որ կա մարդասիրական չլուծված խնդիր, որը համահունչ չէ խաղաղության օրակարգին, քանի որ խաղաղությունը ինքնին ենթադրում է մարդկային տառապանքների հաշվին առավելություններ ստանալու պրակտիկայի ձեռքազատում, բացառում, նրան մասնակցությամբ, գիտությամբ եւ աջակցությամբ կնքված համաձայնագրում բացակայում է գերիների վերադարձի խնդիրը, ուստի մենք գերիների վերադարձը դիտարկում ենք որպես հասարակությունների միջև վստահության ամրապնդման, վերականգնման առանցքային գործոն, առանց որի չենք կարող վստահելիություն ունենալ խաղաղության խոստումներում։ Փոխնախագահ Վենսը, ով ի դեպ Երևանից Բաքու է գնալու հայ գերիների ազատ արձակման հարցի վերաբերյալ նամակ է ստացել նաև Մեծի տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսից։ Հովապետ Նանտիրիասից Ջեյդի Վենսի անձնական միջամտությունն է հայցել ինչպես այդ, այնպես էլ Արցախի հոգևոր մշակութային կոթողների պաշտպանության հարցերում։ Հիշյալ նամակի մեջ վեհապար հայրապետը նաև հիշեցնում է, որ միջազգային օրենքը հստակորեն շեշտում է թե ռազմագերիների ազատ արձակման եւ թե հոգևոր մշակութային կոթողների պաշտպանության կարեւորությունը։ Բազմաթիվ նամակներ, կոչեր, ուղերձներ աշխարհի տարբեր կողմերից։ Իրականում ինչ ակնկալիք կարող ենք ունենալ Թրամփի տեղակալից Բաքվում ապօրինաբար կալանված հայերի խնդրի լուծման վերաբերյալ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ալիևի դատարանն անցած օրերին կարեց մերոնց դատավճիռները, հատկապես Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության համար սահմանելով խստագույն պատժաչափեր 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Միջազգային դատարաններում հայ գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանն ասում է. Պահանջն առաջնահերթ ադրբեջանական իշխանության հետ երկխոսությունում է, այս հարցը օրակարգային դարձնելն է։ Մեր պահանջը բոլորի վերադարձն է, սակայն եթե վերադարձը լինելու է փուլային տարբերակով, մենք հասկանում ենք, որ առաջնահերթություն տրվելու է հենց քաղաքացիական անձանց եւ ռազմագերիներին, որից հետո նոր կքննարկվի ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը, նրանք ունեն առանձնահատկություն եւ հատկապես թիրախավորված են ազգերի ինքնորոշման իրավունքը իրացնելու եւ իրավաչափ գործունեություն իրականացնելու համար այստեղ
նաև վրեժխնդրության տարեկան։ Մասնագետներն ասում են, բարձրաստիճան պաշտոնյաների յուրաքանչյուր այցելություն տարածաշրջան լռության կամ միջամտության միջև ընտրության հարց է առաջ բերում, բայց դրա գինը Բաքվի բանտերում օրեցօր չափում են մարդկային ճակատագրերով։ Թուրքիայում արագացել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները։ Իգդիրի նահանգապետ Թաշոլարն անձամբ ծանոթացել է Ալիջանի սահմանային անցակետի, այսինքն Մարգարայի անցակետի վերակառուցման եւ արդիականացման ընթացիկ աշխատանքների։ Թաշոլարը հայտարարել է, որ գործընթացը նախատեսվում է ավարտել կարճ ժամկետում։ Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի եւ Հայաստանի սահմաններ տանող ճանապարհների գրեթե բոլոր հիմնական հատվածների շինարարությունը կավարտվի մինչև 2030 թվականը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանը ձգտում է առավելագույնս օգտագործել երկրի ռազմավարական դիրքը եւ նպատակներից մեկը տրանսպորտային ու տարանցիկ ենթակառուցվածքների զարգացումն է։ Այս ոլորտում խոշոր միջոցներ են ներդրվում։ Լուրջ խնդիրների առաջ կարող են կանգնել, հայտարարել է Ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Պետք է կարողանալ թույլ չտալ, որպեսզի դրվի կամ հարցը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը միշտ կարողացել է բալանսավորված, փոխլրացնող քաղաքականություն վարել եւ Միացյալ Նահանգներ Իրան հակամարտությունների նույնիսկ ամենավատ պայմաններում։ Հայաստանը ստացել է Միացյալ Նահանգների ընկալումը, որ Իրանի հետ հարաբերությունների փչացումը մեզ համար կենսական ռիսկ է։ Հայաստանի Հանրապետությունը միշտ կարողացել է բալանսավորված, փոխլրացնող, կոմպլեմենտար քաղաքականություն վարել։ Եվ Միացյալ Նահանգներ Իրան հակամարտությունների նույնիսկ ամենավատ պայմաններում Հայաստանը ստացել է Միացյալ Նահանգների ընկալումը, որ Իրանի հետ հարաբերությունների փչացումը մեզ համար ուղղակի կենսական գոհութենական ռիսկ է։ Ակներևաբար այս իշխանությունները այդ հարցում հաջողություններ չեն արձանագրել։ ԱՄՆ փոխնախագահի այցի շրջանակներում կքննարկվի նաև Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու հարցը, հայտնել է էկոնոմիկայի նախարարը։ Պապույանի խոսքով նախորդ տարի մոտ $50 միլիոն արտահանում են ունեցել Միացյալ Նահանգներ, եւ եթե այդ կարգը տարածվի նաև Հայաստանի վրա, ապա էականորեն Հայաստանը կկորցնի մրցունակությունը միջազգային շուկայում։ Հիշեցնենք, ԱՄՆ նախագահը Օմանում իրանական կողմի հետ բանակցություններից հետո փետրվարի 7-ին հրամանագիր է ստորագրել, որով լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար, իսկ Իրանը Հայաստանի 4-րդ ամենամեծ առևտրային գործընկերն է։ Ապրանքներ կան, որոնք որ էական չափով, այսինքն 10-ը եթե վերածվում է 25-ի, իրենց մրցունակությունը կկորցնեն նման իրավիճակում, բայց նախ մենք ես գոնե մամուլից եմ դրա մասին տեղեկացել, այսինքն էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնական որևէ նամակ կամ հաղորդագրություն նոտա չի ստացել ոչ ամերիկյան կողմից, ոչ ԱԳՆ-ի միջոցով ամերիկյան կողմից, այսինքն դա մամուլի հրապարակում է։ Երկրորդը տեսնենք իմպլեմենտացիան ոնց կլինի, նաև բնականաբար գործընկեր երկրների հետ քննարկումներ տեղի կունենան։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելու է վերջին 3 տարիների ընթացքում սահմանին կատարված ամրաշինական եւ ինժեներական աշխատանքները։ Ներկայացման առաջին մասը կհրապարակվի վաղը ժամը 19-ին, երկրորդ մասը չորեքշաբթի առավոտյան։ Անհետ կորած զինծառայողների հարազատները Ազգային ժողովի դիմաց պահանջել են հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Նրանց խոսքով շուրջ 2 ժամ սպասել են Ազգային ժողովում, սակայն որևէ հստակ պատասխան չեն ստացել։ Ծնողները քննադատել են հանձնաժողովի եզրակացությունը գաղտնի պահելու որոշումը եւ պահանջել են, որ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայանա ու պատասխան տա։ Քանի որ Ազգային ժողովում նրանց ոչ ոք չի ընդունել, հարազատները որոշել են բողոքի ակցիան շարունակել նախագահական նստավայրի մոտ։ Անուններ չեմ տա, կգա ժամանակը կառավարությունը կխոսի դրա մասին։ Այս մասին ճեպազորիցի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով այն հարցին, թե ովքեր են լինելու այն համաշխարհային աստղերը, ովքեր առաջիկայում կայցելեն Հայաստան։ Դա զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է, որովհետև նման միջոցառումները, օրինակ, մեր հարևան Վրաստանը շատ լավ զարգացրել է իր ոլորտը։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել ձնմաքրման աշխատանքների ժամանակ օգտագործված ավազի մաքրման աշխատանքներին։ Նշվել է, որ մեծածավալ աշխատանքներ են իրականացում։ Ձնմաքրման աշխատանքներում օգտագործվել է մոտ 12000 խորանարդ մետր աղի ու ավազի խառնուրդ, արդեն սկսվել են մաքրման աշխատանքները եւ մոտ 15 օրում քաղաքում կավարտվեն ողջ աշխատանքները։ Ծավալի տեսանկյունից մենք ավելի ինտենսիվ պետք է աշխատենք, որովհետև իրապես ծավալը ամբողջ քաղաքում մեծ է, հաշվի առնելով այո
հասկանում որ ձնամաքրման աշխատանքների եւ աղի հետևանք է, բայց ամեն դեպքում պետք է մաքսիմալ արագացնենք։ Նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ ՏԿ-ն գործընկերներն էլ մեզ աջակցելու են այս հարցում եւ հետեւաբար խնդրում եմ նաեւ գործընկերների հետ ցանկը համաձայնեցնել, որտեղ նաեւ իրենց ներդրումը կունենան։ Հաշմանդամություն եւ ֆունկցիոնալության խնդիրներ ունեցող քաղաքացիները բողոք դժգոհություններ են ներկայացրել ազգային ժողով իշխող եւ ընդդիմադիր պատգամավորներին։ Հաշմանդամություն ունեցողները բարձրաձայնում են, որ աջակցության միջոցներ տրամադրող կազմակերպությունները ոչ միշտ են, որ ճիշտ են տրամադրում հաշմանդամության կարգը։ Հաշմանդամություն ունեցողներ կան, որ բյուջեից ֆինանսական աջակցություն են ստանում, ինչը չի համապատասխանում քաղաքացիների հաշմանդամության կամ ֆունկցիոնալության իրական կարգին։ Նախարարությունը առաջարկում է հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց ֆունկցիոնալությունը գնահատվել է նոր ծառայություններ ստանալու համար կրկին ֆունկցիոնալության գնահատում չանցնեն։ 44-օրյա պատերազմի մասնակից հաշմանդամություն ունեցող քաղաքացիների աջակցություն կցուցաբերի զինապահ հիմնադրամը։ Ազգային ժողովի ընդդիմադիրներն առաջարկել են ընդլայնել հաշմանդամություն ունեցողների աջակցման շրջանակը։ Սահմանափակվել միայն 44-օրյա պատերազմի վիրավորներով, կարծում եմ ճիշտ չի, զինապահի կանոնադրությունը ի վերջո ազգային ժողովը չի հաստատում եւ կարող է այնպես լինել, որ շատ գործառույթներ կամ որոշ գործառույթներ, որոնք ուղղակի պետության գործառույթներ են, հստակ զինապահի տարածություն չունեն, տեղափոխվել զինապահի միջոցների հաշվին, որը կարծում եմ արդար չէ։ Բավականին շատ են հարցերը աջակցության միջոցների տրամադրման հետ կապված քաղաքացիներից, ոմանք կազմակերպություններից են դժգոհ, ոմանք կարգից են դժգոհ, ոմանք դժգոհ են այն հիմնական բյուջեից, որ տրվում է նրանց կարիքի համապատասխանություններից ելնելով 2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն միայն անկանխիկ եղանակով։ Մինչև մարտի 5-ը քաղաքացիները պետք է ընտրեն բանկն ու վճարման եղանակը։ Հակառակ դեպքում բանկը կընտրվի ինքնաշխատ։ Մարտի 5-ից ապրիլի 1-ը դիմումները չեն ընդունվի։ Քարտերը սուրհանդակով կտրամադրվեն միայն տեղաշարժման սահմանափակում ունեցող անձանց։ Ներքին գործերի նախարարությունը եւ Լոռու մարզային վարչությունների ծառայությունները բացահայտել եւ ձերբակալել են հանցավոր խումբ, որը պատրաստել է սպանություններ, կատարել ավազակային հարձակումներ եւ բնակարանային գողություններ։ Նրանց մոտ հայտնաբերվել է ապօրինի զենք, զինամթերք եւ թմրամիջոց, խմբի 10 անդամների դեմ հարուցվել է քրեական վարույթ։ Մեղադրանքներ են առաջադրվել տարբեր հանցանքների, ներառյալ սպանության, նախապատրաստության, խուլիգանության եւ ավազակության։ Նախաքննությունը շարունակվում է։ Գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում 69 անօդաչու է ոչնչացվել։ Զինվորականները Կուրսկի մարզում ոչնչացրել են 28 ԱԹՍ, Բրյանսկի մարզում 67, Բելգորոդի մարզում 5 եւ Տուլայի մարզում 3 անօդաչու։ Անդրադառնալով Կիևի եւ Ուկրաինայի այլ քաղաքների էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական զինուժի հարձակման ծանր հետևանքներին Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ ռուսական էներգետիկ ենթակառուցվածքը նույնպես օրինական թիրախ կարող է լինել ուկրաինական հարվածների համար, այնուհետև Զելենսկին պարզաբանել է, թե կոնկրետ ինչ նկատի ունի։ Մենք չպետք է երկմտենք, հարված ենք հասցնում ռազմական թիրախին, թե էներգետիկ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաճառում է այդ էներգիան։ Նա նավթ է վաճառում։ Այսպիսով, դա էներգիա է, թե ռազմական թիրախ, նույնն է։ Մոսկվան կպատասխանի առկա բոլոր միջոցներով Եվրոպայի հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Եթե հանկարծ Եվրոպան մեր դեմ պատերազմի պատրաստվելու իր սպառնալիքներն իրականացնի եւ սկսի հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա, նախագահն ասել է, դա մեր կողմից հատուկ ռազմական գործողություն չի լինի։ Դա կլինի լիարժեք ռազմական պատասխան մեր ունեցած բոլոր միջոցներով։ Շվեդիայի իշխանությունները չեն թաքցնում, որ թագավորության զինված ուժերի արդիականացման նախաձեռնությունները ուղղված են Ռուսաստանի դեմ։ Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանը տեղեկացրել է Շվեդիայի խորհրդարանի կողմից հաստատված 2025-30 թվականների ամբողջական պաշտպանության ծրագիրը, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի զգալի աճ, ներդրումներ նոր տեսակի զենքերի մեջ եւ ազգային բանակի կառուցվածքային զգալի փոփոխություններ։ Դեսպանը հիշեցրել է, որ Շվեդիայի իշխանությունները նույնպես հայտարարել են զորակոչիկների թվի ավելացման եւ ավելի մեծ զորամասերի անցնելու մասին։ Համազգային երրորդյա գործադուլ Իսպանիայում գնաց խավարներն այդ կերպ են արտահայտել երկաթուղային համակարգում անվտանգության բավարար երաշխիքների բացակայությունից իրենց բողոքը։ Գործադուլը հաջորդում է Բարսելոնայի մերձակայքում եւ Ադամուսում հունվարին տեղի ունեցած երկու մահաբեր վթարներին, որոնց ընթացքում 46 մարդ է զոհվել։ Գնահատականների արհմիությունը պահանջում է աշխատակիցների համալրում, ներդրումների ու տեխնիկական սպասարկման ավելացում։
Արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների հարավային Կովկասին մերձենալը պլանները Սյունիքում թրիփի նախագծի իրականացման նկրտումները ավելի են մեծացնում տարածաշրջանային մյուս պետությունների հետաքրքրությունը այդ նախագծում ընդգրկվելու առումով։ ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցին ընթരാճ Ռուսաստանից ևս մեսիջներ են հասնում հետաքրքրվածությունն ավելի է մեծանում թրիփի ուղուն իրենց ներդրումն ունենալու առումով։ Мы готовы к обсуждению. Մոսկվան պատրաստ է քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը թրիփ նախագծին, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում։ Որոշ վերլուծաբանների դիտարկմամբ սակայն կասկածելի եւ անհնարին է նախագիծ, որտեղ Միացյալ Նահանգներն է կարող է տեղ գտնել նաեւ Ռուսաստանը։ Միացյալ Նահանգների ընդհանրապես արևմուտքի առաջնահերթ խնդիրներից է Հարավային Կովկասից Ռուսաստանին մեկուսացնելը եւ հակառակը Հայաստանի հյուսիսային հարևան Ռուսաստանի շահերից չի բխում արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում։ Միացյալ Նահանգների տեսանկյունից տեսեք, միջանցքի ամբողջ իմաստը այն է, որ դա այնտեղ Ռուսաստանը մասնակցություն չունենա։ Եթե Ռուսաստանը այդտեղ մասնակցություն ունեցավ, ես չեմ կարծում, թե հնարավոր կլինի տրիպը դարձնել միջին միջանցքի մաս։ Ընդդիմադիր թևը համարում է, որ բացառիկ իրավունքները, որոնք ԱՄՆ-ն ստեղծել է իր համար թրիփ նախագծում, հնարավորություն չի տալու Հայաստանի այլընտրանքային կոմունիկացիաների, մասնավորապես Իրանի հետ երկաթուղային կապի կառուցումը, հիշեցնելով նաև, որ 2019-ին Հայաստանի կառավարությունը կասեցրել է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման չինական կողմի հետ մշակված նախագիծը։ Հակելով Իրանի ճանապարհը դեպի հյուսիս-հարավ, այդ ճանապարհով Իրան-Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Իրան-Հայաստան, Վրաստան, Սևծով, Պոտին եւ Բաթու նավանգիստերով, Սևծով Եվրոմիություն։ Այս ճանապարհը փակելու շլագբաում է, երբ որ Ամերիկան պետք լինի բացի, երբ որ Ամերիկան պետք լինի փակի։ Թրիփը դա է։ Իդեպ Իրան-Հայաստան երկաթգծի երկարությունը պետք է կազմեր 300 կիլոմետր, ներառելով 64 կամուրջներ, 19.4 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, 60 թունելներ եւ 27 կայան։ Շատերն էին փետրվարի 7-ին առավոտյան շտապում ապարանյան ձմեռ միջոցառումներ տեղի ունենալու, բայց Երևան Վանաձոր ճանապարհի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող մոտ 18 կիլոմետրանոց հատվածում մերկասարույցի պատճառով հսկայական խցանում էր։ Կուտակված մեքենաների թիվն անցնում էր 4000-ը, նրան շարքում էր նաև Երևանի քաղաքապետը։ Ժողովուրդ զգուշ։ Ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չէր իրականացրել, աղուավազ էլ չկար։ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության աշտարակի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարներն ու ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի Պարեկներն են օպերատիվ գործել։ Մի քանի տասնյակ մեքենա են դուրս բերել մերկասառույց հատվածներից, այդ թվում մարդատար գազելներ։ Տեսինը մեկ-մեկ անի թե աղլցի։ Հերթական ավտոմեքենաներն հենա, փրկարարները Արագածոտնի ու Պարեկները բրդում են, տեսեք։ Քանի ժամ հետո նոր եկավ։ Ճանապարհը սպասարկող ճանշինը 3 ժամ անց է միայն եկել, աղ ու ավազ լցրել։